23 եւ 24 թվականների ընթացքում մեծ ծավալի գոյուղատար ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացել վայրերում, որտեղ առհասարակ գոյուղատար ցանց չի եղել։ Ինչ ենք նախատեսել մեր հետագա անելիքների մեջ կոմունալ տնտեսության ոլորտում, մասնավորապես 83 հասցեներում, որը իրանից ենթադրում է շուրջ 90 կիլոմետր երկարությամբ տարածք, իրականացնելու ենք չգոյուղացված թաղամասերի եւ գործող գոյուղատար համակարգ ունեցող, բայց արդեն հնամաշ եւ խիստ վերանորոգման եւ կառուցման աշխատանքների կարիք ունեցող փողոցներում, մասնավորապես արդեն կարող եմ նշել, որ 22 հասցեներում նախագծային փաստաթղթերը կազմվել են, որոնցից 8-ի մասով արդեն պայմանագրիչները կնքված են եւ առաջիկայում կսկսվեն իրականացվել աշխատանքները։ Նշածս 22 հասցեներից բացի նաեւ 51 հասցեներում իրականացել ենք նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ եւ ֆինանսական միջոցներ արկայության դեպքում նշված աշխատանքները եւս կմեկնարկեն, սրան զուգահեռաբար արդեն եւս 30 նոր հասցեներում իրականացնում ենք ուսումնասիրության աշխատանքներ, որպեսզի ամբողջ նախագծանախահաշվային փաստաթղթերը երբ որ պատրաստ լինեն, դրանք եւս կարողանանք դնենք մրցույթի եւ իրականացնենք այդ աշխատանքները։ Սրանով մենք լուծում ենք մի քանի խնդիր, նախ ինչպես նշեցի, այն վայրերում, որտեղ որ առհասարակ գոյուղատար համակարգ չկա, մենք ունենանք այդ գոյուղատար համակարգը։ Իդեպ նշեմ, որ նշված հասցեներում, որտեղ առհասարակ գոյուղատար համակարգ չկա, խոսքը վերաբերվում է շուրջ 12000 մարդու, այսինքն շուրջ 12000 մարդ, հետագայում նշված հարցերը կարգավորելուց հետո արդեն կունենան գոյուղատար համակարգ եւ կարծում եմ, որ նման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի կողմից որ իրականացվում են, որոշակի առումով կմեղմեն այն իրավիճակը, ինչը դեռևս ԽՍՀՄ տարիների ժամանակ կառուցված նշված համակարգը, քանի որ իրան որոշակի առումով արդեն սպառել է եւ հնամաշ է, գնալով այդ մասով մենք փորձենք որոշակի իրավիճակը մեղմենք մեր միջոցների հաշվին, ինչպես նաեւ կառավարության, մեր այլ գործընկերների, բնականաբար Վիոլաջուր ընկերությունը իր ներդրումները կանի, որպեսզի իրավիճակը գնալով Երևան քաղաքում ավելի պատշաճ լինի, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այն աշխատանքները, որ իրականացվել են եւ իրականացվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից, դրանք ոչ թե բավարար չեն նշված անձրևների ժամանակ իրավիճակը մեղմելու, այլ ուզում եմ հստակ այդ մասով արձանագրել, էլի, այն ինտենսիվությամբ, որ անձրևները գալիս են Երևան քաղաքում, այսինքն մեկ ամսվա ծավալը կարելի ասել 15-20 րոպեում է գալիս եւ ինչ իդեալական համակարգ է լինի, միևնույնն է այդ հոսքը չի կարողանալու իր մեջ ընդունել, դրա համար է այդ խնդիրները մեզ մոտ ես ոչ թե ասում եմ արդարացնելու համար, որ իրավիճակը նշված ջրամատակարարման ոլորտում որոշակի խնդիրներ ունի, այլ անգամ իդեալական պարագայում չեն բացառվում, որ նման խնդիրներ կլինեն, բայց ամեն դեպքում ուզում եի շեշտել, որ Երևանի քաղաքապետարանը չունենալով նման պարտավորություն, սակայն հասկանալով, որ գլխավորապես բոլոր խնդիրները ոչ միայն ուղղում են Երևանի քաղաքապետարանին, այլ նաև քաղաքացիների խնդիրը մեզ համար առաջնային տեղում է գտնվում, մեր կողմից փորձ է արվում եւ իրականացվում են աշխատանքներ իրավիճակը մեղմելու համար։ Կոմունալ տնտեսությունից կուզեի եւս երկու կարևոր թիվ նշեի եւ մի լուր էլ ձեզ հայտնեի եւ կարծում եմ այսքանով կարող ենք արդեն սահմանափակվել։ Ուզում եմ ասել, որ մինչև տարեվերջ 400 նոր վերելակ կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի կողմից եւ փաստացի մենք 2019-2025 թվականների համար արդեն կունենանք տեղադրված 2456 վերելակ, մեզ փաստացի կմնա փոխարինելու եւս 1782-ը, որպեսզի կարողանանք
վստահ ասել, որ Երևան քաղաքում այլևս հին վերելակ չկա։ Ոլորտի հետ կապված, կոմունալ ոլորտի հետ կապված ասեմ, որ այս տարի արդեն հասցրել ենք ձեռք բերել 12 նոր փոշեկուլ մեքենաներ, որոնք Երևան քաղաքում իրենց աշխատանքները արդեն մեկնարկել են, նաև աղբանության մասով այս տարի նախատեսել ենք ձեռք բերել, այսինքն պայմանագիրը արդեն կնքված է, եթե չեմ սխալվում, աշնանը արդեն մատակարարումները կլինեն, ձեռք ենք բերել 15 հովոտ տեսակի նոր աղբատար մեքենաներ, որպեսզի քաղաքի աղբանությունը պատշաճ կարողանանք իրականացնենք։ Կարևոր մի ծրագիր կա, որ կարծում եմ շատերն են սպասում, խոսքը վերաբերվում է Արշակունյաց Պողոտայի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, այդ աշխատանքները այս տարի մեկնարկելու են, կարծում եմ երևի աշնանը ամենայն հավանականությամբ աշխատանքները կմեկնարկեն, ինքը նաև ունենալու է շուրջ 260 մետրանոց կամուրջ, ինչը հնարավորություն է տալու անմիջական կապ 3 վարչական շրջանների միջև, դա Կենտրոն վարչական շրջանն է, Մալացիա վարչական շրջանն է եւ Շենգավիթ վարչական շրջանն է։ Ճանապարհների մասով շատերը եք տեսնում, որ շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները, դրանք ամբողջ տարվա համար են, շատերի մոտ տպավորություն գուցե ստեղծվի, որ մեկ ամսում ամբողջությամբ անելու են եւ քաղաքում էլ փոսեր չեն լինելու, բայց այդ աշխատանքը ծառայությունը ձեռքաբերված ամբողջ տարվա համար եւ կսպասարկվի տվյալ շինարարի կողմից։ Նաեւ ունենք մի շարք միջին նորոգման նախագծեր մեր շին բարեկարգման վարչության կողմից հաստատված եւ առաջիկայում էլ ֆինանսական միջոցների արկայության դեպքում դրանք եւս կդրվեն մրցույթի եւ կմեկնարկեն աշխատանքները, իրենք ծավալով գուցե կիլոմետրով զիջեն նախորդ տարի իրականացված աշխատանքներին, նախորդ տարի 50 կիլոմետր միջին նորոգում էինք իրականացրել, բայց իրենք ծավալով գրեթե չեն զիջելու նախորդ տարվա ցուցանիշները։ Ունենք նաեւ երկու նախագիծ հիմնանորոգման, մեկը շատերիդ արդեն հայտնի Արինբերդի փողոցն է, վերջերս էլ վարորդները դարձյալ փողոց էին փակել եւ բողոքում էին ճանապարհի անմխիթար վիճակից, եթե չեմ սխալվում, ճանապարհահատվածը վերջին անգամ 2000-ական թվականներին է որոշակի աշխատանքներ իրականացվել եւ փաստացի 20-25 տարի որովիցե տեսակի աշխատանք հիմնանորոգման տեսանկյունից չի իրականացվել Երևանի քաղաքապետարանի կողմից անպայմանորեն նշված հատվածը կհիմնանորոգվի, նաև Խաղաղ փողոցը ամբողջությամբ կհիմնանորոգվի, քանզի այնտեղ էլ որոշակի խնդրահարույց իրավիճակ կա, նաև այնտեղ, եթե չեմ սխալվում, հեղատար ցանցի փոփոխություն պիտի իրականացնենք, այսինքն նշված երկու փողոցները Երևանի քաղաքապետարանի կողմից անպայմանորեն կհիմնանորոգվեն։ Եվ եւս մի կարևոր բան, որ կուզեի ասեի, դա խոսքը վերաբերվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցին, նոր մարզադպրոցին, նշված աշխատանքները առաջիկայում եւս մեկնարկելու են եւ նոր որակի մարզադպրոց ենք ունենալու, ինչը մեզ թույլ է տալու արդեն միջազգային տարբեր մակարդակի մրցաշարեր իրականացնենք նման մարզադպրոցում։ Թերևս այսքանն էր, ինչ որ ուզում եի ասել։ Եթե կան հարցեր, խնդրում եմ տակ եւ ավարտենք։ Պարոն Կոստանյան, քանի որ խոսեցիք առաջիկայ ծրագրերից, Աջափնյակի մետրոյի կայարանի հետ կապված վաղուց արդեն տարիներ շարունակ այս հարցը քննարկում են, ինչ նորություն կա այս մասով։ Այք մետրոյի Աջափնյակ կայարանի մասին ինչքան հարց են տալի, մեր պատասխանը հիմնականում լինում է հետեւյալը, որ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ, որովհետեւ տեսեք, էլի ինքը պայմանական
մի փողոցի բարեկարգում չէ, էլի որ ծրագիրը դնես, նախահաշիվդ պատրաստես ու չգիտեմ, մի քանի ամսից աշխատանքները սկսես։ Ես գիտեմ, որ ինտենսիվ աշխատանքներ այդ տեսանկյունից իրականացվում են դարձյալ մեր ՁԻԿ ՀՕԱԿ-ի կողմից, եթե նկատել եք ինչքան տենց խոշոր ծրագրեր կան, հիմնականում իրականացվում են մեր ՁԻԿ ՀՕԱԿ-ի կողմից եւ ես վստահ եմ, որ առաջիկայում մենք արդեն առարկայական բան կունենանք ասելու, որովհետեւ այն պարբերաբար զեկույցները, որ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հնչում են, շատ մարդկանց համար գուցե էականը այն process-ը կլինի, երբ որ բուն արդեն աշխատանքները կմեկնարկեն, եւ ես հույսով եմ, որ մենք առաջիկայում արդեն կարողանանք ասել, թե երբ առաջի տեխնիկան կմտնի որևիցե հատված եւ կսկսվեն իրականացնել աշխատանքներ։ Քանի չեմ մոռացել, մի բան էլ կուզեի ասել, որը դրա մասին էս վերջերս, քանի որ շատ է խոսվել, մեծ աղմուկ եղավ 105 մանկապարտեզի հետ կապված առհասարակ այդ մանկապարտեզների խնդիրների մասով, որ պարբերաբար դեռ գործը չավարտված գնում են եւ այսպես ասած գործի գլխին են կանգնում, ցույց տալով, որ տարատեսակ տեղ խնդիրներ կան, բնականաբար ոչ մեկ չի ասում, որ խնդիրներ չկա, մեկ այլ բան է խնդիրները, մեկ այլ բան է այդ խնդիրներին տեղյակ լինելը, մեկ այլ բան է այդ խնդիրների համար դեռ ամբողջական չվճարելը, էլի ուզում եմ ասել, որ մանկապարտեզների մասով մենք ունենք ինչ վիճակ, էլի, որոնք որ խնդրահարույց են, որոնց մասին էլ հրապարակվային ասվել է, ես ուզում եմ այդ մասով վերջնական հստակ իրավիճակը ներկայացնել, որպեսզի հետագայում, երբ որ ոչ միայն մեր գործընկերները կամ այլ մարդիկ գնան եւ որոշեն հերթական աղմկոտ մանկապարտեզի կամ այլ շինարարության մասին խոսալ, ուզում եմ ասեմ հետեւյալը, էլի, որ ներկա փուլում Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվող մանկապարտեզների 3-ի մասով կան հարուցված քրեական գործեր, դրանք 137, 147 եւ 109 մանկապարտեզներն են, որոնք տարբեր իրապամարմինների կողմից են, եթե չեմ սխալվում, այսինքն մեկ կառույց մենակ չէ, 3 մանկապարտեզների մասով քրեական գործեր կազմել եւ կա մեկ մանկապարտեզ, որի մասին խնդիրները Երևանի քաղաքապետարանը ֆիքսել է, այս պահին մեր վերահսկողության վարչությունը տվյալ մանկապարտեզի շինարարական աշխատանքների փաստաթղթերի մասով ուսումնասիրություններ է իրականացնում, այսինքն մենք փաստացի այս պահին ունենք 3 մանկապարտեզ, որոնք որ շինարարությունը դադարեցված է, կան քրեական գործեր եւ եւս մեկի մասով Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից իրականացնում են համապատասխան աշխատանքներ։ Դերևս այսքանը։ Շնորհակալություն։